Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1162-րդ օրն է, չորեքշաբթի է, կարճ կներկայացնեմ մի քանի կարևոր թեմաներ եւ ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Նախքան մեր եթերի հիմնական թեմաներին անցնելը, ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր ակտիվ լայքերի, խրախուսող մեկնաբանությունների եւ մեր հաղորդումները սոցիալական ցանցերում տարածելու համար։ Շնորհակալ եմ ձեզ, մեծ աջակցություն եք ցուցաբերում։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ օգտվել YouTube-ի նշված գործիքներից, որոնք օգնում են մեր եթերի տարածմանը, առաջխաղացմանը։ Լայքերը, մեկնաբանությունները եւ սոցիալական ցանցերում տարածելը YouTube-ի ալգորիթմի համար են, գիտեք, ինձնով լիներ ես ձեզ չէի անհանգստացնի։ Անցնենք առաջնագծի լուրերին, մարտերի թիվը կրկին շատ է, անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 177 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 21 շրջանների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ռուս զավթիչները մեծացրել են ռազմաճակատում ռազմական գործողությունների ինտենսիվությունը, իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնելով Պոկրովսկի ուղղությամբ, այս մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով օպերատիվ մարտավարական առումով հեռանկարների բացակայությունը չի կանգնեցնում ռուսական զորքերին եւ նրանք համառորեն նորից ու նորից են փորձում ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունն այս ուղղությամբ։ Ռուսների հիմնական նպատակն է հասնել Դնեպրոպետրովսկի մարզի վարչական սահմանին, գոնե այդ հատվածում ուզում են Դոնեցկի մարզի եւ Դնեպրոպետրովսկի մարզին հասնել։ Իմ անունից ավելացնեմ, որ ինչքան շատ փորձ են ռուսները հարձակվել, այնքան իրենք զոհեր ավելի շատ կունենան, բայց քաղաքը իհարկե շատ է տուժում ռուսական հարձակումներից։ Պոկրովսկ քաղաքի մասին է խոսքը, այնտեղ շատ ամուր ուկրաինական դիրքեր կան, ռուսներին ետ են շպրտում ամեն օր եւ հնարավորության դեպքում նույնիսկ առաջխաղացում իրականացնում ուկրաինական ուժերի կողմից, բայց ինչպես լսեցիք Սիրսկու խոսքը, ռուսները նորից մեծ ուժեր են գցել ռազմաճակատի այս ուղղությամբ, փորձում են որոշ հարցեր լուծել։ Ամենայն հավանականությամբ սա նույնպես կապված է մայիսի 9-ի շքերթի հետ, երբ ռուսները տեսնում են, որ ինչ-որ բան գրավելու հնարավորություն չունեն, նրանք փորձում են ավերել այդ բնակավայրը եւ իրոք Պոկրովսկը շատ է վնասվել։ Ուկրաինական պաշտպանության ուժերի գործողությունը Կուրսկի մարզում շարունակվում է, այնտեղ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են ռուսական 25 գրոհ։ 24 ժամվա ընթացքում հակառակորդի գնահատված կորուստները ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմել են 1100 ռուս զավթիչ եւ ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, ավելի ստույգ 314 միավոր։ Հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի կազմում է 951960 զավթիչ։ Ձեր էկրաններին տեսնում եք հենց գենշտաբի պրես ռելիզը, որովհետև շատ մարդիկ երևի թե կարծում են, թե ես թվերը ինձանից եմ ասում, ոչ, թվերը Ուկրաինայի գենշտաբի ամենօրյա հայտարարությունից են։ Միավորված ազգերի կազմակերպությունը երեկ նշել է խաղաղ բանակցությունների ֆոնին ռուսական բանակի կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա հարձակումների աճը։ Ապրիլի 30-ի գիշերը ռուսական զորքերը նորից հարձակվեցին Ուկրաինայի վրա 108 դրոններով։ Հարձակման հիմնական ուղղություններն էին Դնեպրը եւ Խարկովը։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել եւ վնասազերծել է հակառակորդի 72 դրոններ։ Մեր եթերը պատրաստելու պահին աշխատանքը դեռ շարունակվում էր, դեռ կային ռուսական դրոններ երկնքում։ Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է։ Քաղաքում մի քանի հրդեհներ են բռնկվել։ Խարկովում ռուսական կամիկաձե դրոնների հարձակման հետևանքով տուժվել են 45 մարդ, վիրավորների թիվը հասել է 15-ի, 5 մարդ հոսպիտալացվել է, տուժածների թվում կան 2 երեխա եւ 1 հղի կին։ Սա Պուտինի հերթական ծանր հանցագործությունն է։ Բացի դրոնների գիշերվա հարձակումներից Ռուսաստանը ամեն օր ռմբակոծում է ուկրաինական խաղաղ բնակավայրերը նաև հրետանիով եւ ավիառումբերով։ Ուկրաինական կողմի ռազմական աշխատանքի արդյունքները, ինչպես միշտ, մենք մանրամասն ներկայացնում ենք մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է։ Ուկրաինան շարունակում է թիրախավորել Ռուսաստանի ռազմական մեքենայի առանցքային օբյեկտները, հարվածների կադրերը հավանաբար մեր լսարանից շատերը արդեն տեսել են մեր Telegram-յան ալիքում։
Այս գիշեր հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործարանը, Վլադիմիրի մարզում գտնվող Մուրոմ գործիքաշինական գործարանը։ Կարևոր խոցումներ կան նաև Ռուսաստանի Կուրսկի մարզում, իսկ երեկ գիշեր հարվածներ են հասցվել երկու ռազմական նշանակության վայրերի, երևի թե ճիշտ կլինի ասել ռազմավարական նշանակության վայրերի, Նիժնի Նովգրադի մարզում Սավասլեյկա ավիաբազան եւ Սվերդլովի անվան պայթուցիկ նյութերի գործարանը Ձերժինսկում։ Սավասլեյկան Ռուսաստանի պաշտպանության նախարարության օդուժի պատրաստման կենտրոնի մասնաճյուղ է, ըստ Կիևի այս վայրից օդ են բարձրանում այն ինքնաթիռները, որոնք հարվածում են ուկրաինական քաղաքներին։ Այս օբյեկտը թիրախավորվել էր նաև անցյալ օգոստոսին։ Ինչ վերաբերում է Սվերդլովի գործարանին, այն արտադրում է պայթուցիկներ, որոնք օգտագործվում են ռումբերում եւ արկերում։ Այդ գործարանը ընդգրկված է արևմտյան պատժամիջոցների ցանկում որպես ռազմարդյունաբերական կառույց։ Ապրիլի 9-ի հարձակման ժամանակ մեր կողմից արդեն վնասվել էին մի քանի գործարանի արտադրամասներ։ Ուկրաինան հետևողական է, հարվածները հասցվում են այն վայրերին, որոնք աջակցում են ռազմական ագրեսիային։ Սա պատերազմի տրամաբանությունն է, կանգնեցնել նրանց, ովքեր ռմբակոծում են խաղաղ քաղաքները։ Մոսկվան լրջորեն մտահոգված է մայիսի 9-ի շքերթի վրա Ուկրաինայի կողմից հնարավոր հարձակման կապակցությամբ, ինչպես երեկ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ռուսներն այժմ անհանգստացած են, որ իրենց շքերթը հարցականի տակ է, եւ նրանք ճիշտ են անհանգստացած, նշել է Ուկրաինայի նախագահը։ Միաժամանակ ռազմական փորձագետների շրջանում ավելի ակտիվացավ Ղրիմի կամրջի ոչնչացման թեման։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մեր լսարանի համար ասեմ, որ իր շքերթը պաշտպանելու համար Պուտինի ռեժիմը ստիպված կլինի մեծ թվով հակաօդային պաշտպանություն կենտրոնացնել մեկ վայրում, ինչը նշանակում է, որ ռուսները ստիպված կլինեն իրենց որոշ պաշտպանական համակարգեր հեռացնել այլ ուղղություններից, ինչը հնարավոր է դարձնում դրանց խոցումը ուկրաինական դրոնների կողմից։ Ռուսական Z քարոզիչները տագնապ են հնչեցնում, նրանք խոստովանում են, որ Ուկրաինան անցել է Ռուսաստանի դեմ անսպասելի մարտավարության, Ռուսաստանի խորքում սկսվել է պաշտոնական արդյունաբերության հիմնական դեմքերին վերացնելու համակարգված արշավ, վերացվում են ինժեներներ, մշակողներ, ռազրաբոտչիկներ իրենց լեզվով, եւ կարևորագույն ռազմական ծրագրերի համակարգողներ, ինչպես նշում են ռուս ռազմական թղթակիցները, Ուկրաինան եւ նրա հատուկ ծառայությունները աննախադեպ ճշգրիտ գործողություն են անցկացնում խորը հետախուզական նախապատրաստությամբ եւ հարվածում են ոչ միայն Ռուսաստանի ցուցադրական էլիտային, այլ նրանց, ովքեր իսկապես անփոխարինելի են Պուտինյան ռեժիմի համար։ Քարոզիչները ընդգծում են, որ հարձակումների բնույթը վկայում է Մերձավոր Արևելքի պատերազմական թատերաբեմներին ծանոթ բարձր որակավորում ունեցող խմբերի աշխատանքի մասին։ Իրենք մի հատ խոսք ունեն, չէ, ու ստրախա գլազավելիկի, ինչ ասես հորինում են։ Ինչու պետք է ինչ-որ տեղից մարդ բերեինք, եթե ունենք մեր մասնագետները։ Շարունակեմ ռուսներին ցիտել, գրեթե բոլոր դեպքերը վերաբերվում են մեքենաների պայթյուններին, կենտրոնային կոնտակտային պայթուցիկ սարքերի օգտագործմանը եւ իրականացնողների որևէ ակնհայտ հետքի բացակայությանը։ Դե մերոնք պրոֆեսիոնալ են։ Ռուս ռազմական քարոզիչների կարծիքով թիրախներն ընտրվում են ոչ թե ֆիգուրանտների մեդիա ճանաչվածությամբ, այլ դրանց անփոխարինելիության աստիճանի հիման վրա։ Սպանվածներից շատերը լայն հանրությանը հայտնի չէին, ինչը վկայում է խորը գաղտնի աշխատանքի եւ բարձր տեխնոլոգիական հսկողության եւ հաքերային գործիքների օգտագործման կամ երկուսի համադրության մասին։ Ասեք, որ հաճելի է, երբ թշնամին ընդունում է իր անզորությունը։ Այդ իսկ պատճառով Իմջելուց ռուսները փորձում են ավելի շատ աղմկոտ հարվածներ հասցնել Ուկրաինային, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, որպեսզի ծածկեն իրենց անզորությունը պաշտպանել իրենց իսկ տարածքում ոչնչացվող իրենց իսկ կարևոր ռազմական գործիչներին։ Քաղաքական թեմաներից ձեզ համար առանձնացրել եմ Զելենսկու նախաձեռնությունը Տրիմորիայի գագաթնաժողովում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել Տրիմորիայի նախաձեռնության գագաթնաժողովում եւ առաջարկել է խորացնել անվտանգության համագործակցությունը տարածաշրջանում, հատկապես էներգետիկ համակարգերի պաշտպանության ոլորտում։ Էներգետիկ ցանցերը, խողովակաշարերը, կապի համակարգերը, ողջ կենսական ենթակառուցվածքը պետք է ունենան պահեստային ուղիներ, որպեսզի ճգնաժամի դեպքում յուրաքանչյուր երկիր կարողանա օգնել մյուսին, ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին ընդգծել է նաև տարածաշրջանին անհրաժեշտ են ավելի լավ լոգիստիկ կապեր, ինչպես
Մեջբերեմ, ինչպես Բալտիկ ծովը կարող է օգնել, երբ խնդիրներ են առաջանում Սև ծովում, նույն ձևով Սև ծովը պետք է աջակցի ձեր հնարավոր ճգնաժամերի դեպքում։ Խոսքը միայն առևտրի մասին չէ, սա անվտանգության հարց է։ Մենք բոլորս պետք է ունենանք արագ հասանելիություն նաև դեպի Ադրիատիկ ծով, նշել է նա։ Զելենսկու խոսքով տարածաշրջանը պետք է սովորի Ռուսաստանի վարքագծից եւ ավելի լավ պատրաստվի հնարավոր սպառնալիքներին։ Ավելի վաղ նա նաև կոչեր արել ստեղծել միասնական եվրոպական զինված ուժեր ի հակադրություն ռուսական ագրեսիայի։ Նրանք, ովքեր այդքան էլ լավ չեն տիրապետում քարտեզներին, հավանաբար կարող են մտածել, թե որտեղ է Ադրիատիկ ծովը եւ որտեղ Ուկրաինան, իրականում դա այդքան էլ հեռու չէ, մոտ 900 կիլոմետր, մեքենայով այնտեղ կարող եք հասնել առավելագույնը 9 ժամում, բացի ավտոմայրուղիներից կան նաեւ երկաթուղիներ, իսկ նրանց համար, ովքեր չգիտեն 3 ծովերի նախաձեռնության մասին, ասեմ, որ Տրիմորեն միջազգային տնտեսական եւ ենթակառուցվածքային նախաձեռնություն է, որը միավորում է Բալտիկ, Սև եւ Ադրիատիկ ծովերի մոտակայքում գտնվող Եվրոմիության 13 երկրների եւ Ուկրաինային։ Մասնավորապես անդամներ են Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան, Հունաստանը եւ Էստոնիան, դե Ուկրաինայի մասին ասացի։ Եվրոպական լոգիստիկ բիզնեսի համար սա շատ հզոր մեխանիզմ է, այդ իսկ պատճառով ես այդքան հաճախ եմ բարձրաձայնում այն հարցը, որ Հայաստանը պետք է օր առաջ սկսի օգտագործել ուկրաինական լաստանավը Բաթումից դեպի Չեռնոմորսկի նավահանգիստ, որը անցնում է թուրքական, բուլղարական եւ ռումինական նավահանգիստներ մտնելով։ Դիլետանտների կողմից սակագնի արժեքի մասին բոլոր խոսակցությունները իրականության հետ որևէ կապ չունեն եւ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է դիմել Եվրոմիության, որպիսի որոշ ժամանակով լոգիստիկ սուբսիդավորում ստանա։ Պարզապես քաղաքական կամք է պետք, բայց մեր այս երազանքները կարող են տևել մինչև մայիսի 9-ը, եթե Փաշինյանը գնաց Մոսկվա, այսօրվա իշխանությունները Եվրոմիության հետ լուրջ համագործակցության մասին կարող են մոռանալ, չի խզվի կապը, ֆորմալ կմնա մինչև նոր իշխանության գալը Հայաստանում, բայց սա արդեն կարծես ուրիշ եթերի թեմա է, շատ չերկարացնեմ, ձեզ լավ երեկո եմ մաղթում եւ ամենայն բարիք։